Պատկը միայն Տիրոջն է, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուզում եմ կարդալ բոլորիս համար եղբայրներ, քույրեր, Տիրոջ խոսքից, որը սա գրված է առաջի Հովանու թուղթ, առաջի գլուխ, առաջի խոսքից, առաջի Հովանու թուղթ, առաջի գլուխ, առաջի խոսքից։ Տեսնենք ինչ ասեմ Հովանեսը Սուրբ Հոգով լեցված։ Կենաց բանի վրայով, որ սկզբեն էր, ուշադրություն դարձրեք խոսքերին, որու համար առաջինը գրված է լսեցինք, առաջինը, որու համար լսեցինք, երկրորդը, զոր մեր աչքերովը տեսանք, երրորդը, որու նայեցինք, ու մեր ձեռքերը շոշափեցին։ Մեր ձեռքերը շոշափեցին։ Եվ կյանքը հայտնվեցավ, տեսանք եւ կվկայենք ու ձեզի կպատմենք այն հավիտենական կյանքը, որ հոր քով էր ու մեզի հայտնվեցավ։ Զայն որ տեսանք ու լսեցինք, ձեզի կպատմենք, որպեսզի դուք ալ մեզի հետ հաղորդություն ունենաք, ու մեր հաղորդությունը հոր հետ է ու իր որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Հաղորդություն նշանակում է մտերմություն, հաղորդակցվել։ Այն ինչ որ Հովանեսը պատմեց մեզի ասեց, ուրեմն նշանակում է մեզ էլ բաժին կա։ Համաձայն եք բաժին կա։ Առաքան այդպես ասում, ինչպես մենք ունենք հորկո, ինչպես գրված է, ունենք հաղորդակցություն, դուք էլ որպեսզի ունենաք հաղորդություն ունենաք մեր գրված է մեր հաղորդությունը հոր հետ ու իր որդու Հիսուս Քրիստոսի հետ։ 6-րդ խոսքում գրված է, եթե ասենք, թե անոր հետ հաղորդություն ունենք, խավարի մեջ պտտենք, սուտ կզրուցենք ու ճշմարտություն չենք կներ։ Ապա եթե լույսի մեջ քայլենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդություն կունենանք, անոր որդուն Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքե կսրբե։ Մեզ ամեն մեղքի կսրբե։ Շատ կարևոր եղբայրներ, քույրեր։ Ես ուղղակի եմ հիշեցնել Տիրոջ խոսքը, որ Տեր Հիսուս անձամբ ասեց. որտեղ 2-3 իմ անունով հավաքվեք, հետո ես ձեր մեջ ներկա պիտի լինեմ։ Մենք ում անունով ենք հավաքվել։ Տեր Հիսուսի անունով։ Ուրիշ մեջ ոչ մեկ անունով։ Մենք պետք է հավատանք, որ Հիսուս իր խոսքը համաձայն ներկա է։ Եթե այդ հավատքը մեր մեջ իրական լինի, մենք անտարբեր չենք լինի մեր աղոթքների մեջ։ Մենք անպայման կփորձենք, կասենք Տեր դու ներկա ես, ես քո կարիքն եմ զգում։ Նորից եմ խնդրում անկախ խնդիրներից, դժվարություններից, նեղությունից, հիվանդությունից, այսօր պետք է ժամանակն այս աղոթքի մի քիչ հետո որ պիտի աղոթքի պարապենք, կանգնենք, փապակենք, որ Տերը մոտին ամեն մեկիս։ Ես փապակեմ ինձ համար, դուք փապակեք ձեզ համար, Տերը ունի ասելու բան, Տերը գործելու բան ունի, որովհետև ասում է ես ձեր մեջ ներկա եմ, ձեր մեջ ներկա եմ, իր խոսքին ինքը հավատարիմ է։ Եթե պետք է մենք իմանանք, որ ինքը ներկա է, ոնց կարող ենք անհոգ եւ անտարբեր լինել։ Փապակել, որ կենտանի ներկայությունը, զորությունը ճաշակենք մենք։ Պատահական չէ, որ գրված է։ Ինչի է գրված։ Ճաշակեցեք, չասեմ միայն իմացեք։ Ճաշակեցեք ու տեսեք Տերը ինչ է։ Քաղցր է։ Ուրեմն ճաշակել է պետք։ Իմանալը ուրիշ է, ճաշակել ուրիշ եղբայրներ, քույրեր։ Մենք չպետք է մենք էլ նախանձավոր լինենք։ Եթե անդրադառնում ենք ծննդոց 5:21-ում, 5:21-ում Ենովկը մեր նման մարդ է եղել։ Ենովկը չի գրված իր միջոցով հրաշքներ է տեղ ունեցել։ Բայց ամենագերագույն բանը, որ ես շատ եմ նախանձում Ենովկին, 300 տարի Աստծո հետ քայլեց։ Եղբայրներ, քույր 3 տարի ասենք գոնե կարող ինչ որտեղ մի քիչ կարող է հասկանալ 3 տարի, բայց 300 տարի Աստծո հետ քայլեց, ել տեղ չգտնվեցավ նրան, Տեր իրան վերցրեց։ Նոյի մասին էլ գրված, ինքն էլ Աստծո հետ քայլեց։ Սուրբերը, մարգարեները, որոնք Աստծո հետ են եղել, իրան ներկայությունը ճաշակել են, քաղցրությունը միջը զգացել են, բայց հնարավոր է մարդը կորցնի։ Ես խնդրում եմ հին հավատացյալներին, որոնք ժամանակին հիշեք, մի մոռացեք։ Հիշեք հին հավատացյալներ, ժամանակի օրհնությունները, որը ճաշակել եք։ Ես էլ ձեզ հետ միասին, նրա կենտանի ներկայությունը, ծնկենք եկեք զգացել եք ամբիջել է, վայելել եք իր ներկայությունը, բայց եկեք խոստովանվեք, որ հիմա այսպես չի։ Եկեք անկեղծանանք։ Ինչն է պատճառը։ Պատճառը բարձր մեր մեջ պետք է փնտրենք։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, երբ որ նայում են Սավուղն էլ գրված Աստված Սավուղի հետ էր, Սուրբ Հոգին իր հետ գործում էր։ Գիշեր ցերեկ իր մեջ անվախություն կար, պատերազմի գնաց հաղթություն եղավ, բայց եկավ պահը, որ Տերը հեռացավ իրանից, ինչի համար։ Մեղքի պատճառով, աննազանդության պատճառով, վերջում գնաց վհուկներին դիմեց, սարսափելի մեղքի մեջ ընկավ։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, եկեք նայեն Սուրբ գրքին։ Երբ որ նայում եք Մովսեսի կյանքում այդքան տարի 40 տարի քիչ չի,
Անապատային կյանքով ապրելուց հետո եւ Աստված ասեց Մովսես ասեց. «Այս ժողովուրդը խստապարանող ժողովուրդ է։ Հիմա արդեն պետք է գնա Քանանու երկիր։ Ես իմ հրեշտակը ձեր առջևից պետք է ղրկեմ, բայց ես ձեր մեջ չպետք է լինեմ»։ Այսինքն ձեզ էլ չպետք է լինեմ։ Հիշում եք Մովսեսը ինչ ասեց, ով է հիշում։ Համաձայնվեց։ Ասեց դե վերջ-վերջով գոնե 40 տարի հետո թեկուզ հրեշտակը մեր հետ կլինի, բայց արդեն պետք է մտնենք Քանան երկիրը։ Ասեց ոչ, եթե քո ներկայությունը մեզ էլ չպետք է լինի, մեզ այստեղից մի հանի, կմնանք էլ անապատում, բայց քո ներկայությունը չպետք է լինի։ Որտեղ գիտե ինչ բան է Աստծո ներկայությունը իր կյանքում։ Եղբայրներ, քույրեր, այն հավատացյալները, որոնք սովորաբար նորից եմ կրկնում, որոնք շատ մոտիկ են եղել, զգացել են, եղել է դեպքեր, որ զորությունը օրեր շարունակ չի հեռացել մարդուց։ Ես օրինակ մի դեպք պատկեմ կյանքում, որպեսզի բոլորս են նախանձավոր լինենք։ Շատ տարիներ առաջ Մարաշում մի սեփական տան մեջ, որտեղ հավաքվում ենք աղոթքի, պաշտամունք է լինում։ Այդ տան մեջ եղբայրներով հավաքվել ենք աղոթքի, ինչպես այսօր հայտարարված է ծոմապահությամբ, մենք էլ հավաքվել ենք աղոթքին, երեկվա կողմը, երեկոյան կողմը ծոմապահությամբ աղոթք ենք անում։ Անկեղծ եմ ասում, ես մեջը Սուրբ Հոգին այնպեսի մի բան դրեց, որ ես հոգսերի համար չխաղոտեցի։ Հոգսերի համար։ Իմ հոգս առաջի մեծ հոգսը Տիրոջ հետ հանդիպումն է։ Այ երանի թե հիմա այդ բանը կատարվի մեր մեջ։ Եթե Տիրոջ հետ հանդիպես, արդյոք հոգսերի պատասխանը չի լինի։ Երբ որ Տերը մեկին այցելի, կարող է դու ունենաս մի հատ հիվանդություն, որը գիտես, բայց կարող է մի քանի հիվանդություն կա, դա էլ չգիտես, եւ Տերը դրանք էլ է վերցնում։ Եղբայրներ, քույրեր, առաջ հոգեվորը, մնացածը գրվածը կլինի, այդպես է գրված։ Այդ աղոթքի ժամանակ իմ աղաչանքն է շատիր եղեք, ես միան Տիրոջն եմ ուզում, ասում եմ Տեր, ես քեզ եմ ուզում, ինչ կլինի։ Մենակ քեզ եմ ուզում, մոտեցիր ինձ մոտեցիր, ես քո կարիքն եմ զգում։ Եվ Տիրոջ փառք երևաց։ Անպատմել է զորություն, որ իջավ ձերքերից միջից մարմինից իջնում էր, միջև ոտքից ծայրը, չես զգում ոնց որ գետնի վրա լինեի։ Այդ ինչ վայելչություն էր վայելեցի։ Դատարել էր աղոթքը, բայց այդ զորությունը ինձանից չէր անանում։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, առաջինը, որ այդ զորությունը, որ իջավ հասավ սրտից, այդ սիրտը լրի փոխվեց, այո, այդ սիրտը լրի մաքրվեց։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, եթե նայում եք առօրյա կյանքում կան ստեղ հավատացյալներ, որ ժամանակին չհասկանալով ինչքան դռներ են թակել, չէ, հիշեք դա։ Ինչքան դռներ եք թակել, ինչքան ուխտավայրեր եք գնացել, ինչպես Սատուսուն Տարսինկը, երեք ես նայեց այդ տեղը, ինչքան փնտրտուկի մեջ էր, էլ ինչքան գրքեր կա կարտացել էր, Կրիշնան ես այնքան բաներ էր փնտրել, էլ ինչքան ուխտավայրեր որ գնացել էր, վերջին որոշել ինքնասպան լիներ, մտածելով էր գնամ գոնե հանդերձալ կյանքը, խաղաղություն չուներ, ուրախություն չի եղել իր մեջ, այն ներքի խաղաղությունը ունեցված ունեցել է, ված չեն ապրել, լավ են ապրել, ամեն բան իր տեղում եղել, բայց ներքին խաղաղություն չի ունեցել, ներքին ուրախություն չի ունեցել։ Երբ որ վերջանկամ աղոթք արել, որ իրանք ինքնասպան լինեն, պոեզը տակ իրանք գցին, որ իրանց տան մոտով ասում եք պոեզը։ Երբ որ մեկ էլ տեսնում է, որ մի լույս ծագեց, մտածում է տունը բռնկվեց, դուրս է գալիս դեմ հրդեհ չկա։ Երկրորդ անգամ գալիս ավելի ջերմերան աղոթք անում եւ Տերը հայտնվում է։ Ամեն բան փոխվեց, եղբայրներ, քույրեր։ Ներվիրես Տիրոջը։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր։ Փափագեք Տերը, որ մոտենա ձեզ, մոտենա ինձ, փափագեք։ Անկախ խնդրեմից փափագեք։ Եղբայրներ, քույրեր, որ Տիրոջ Սուրբ Հոգու զորությունը գործի։ Հիշում եմ, պապաս մի տարեց եղբորներ վկայի տարեց մարդու էր վկանունը Խաչատուր էր։ Վկայել էր, դեպք ինքը հավատք ունեցել, շատ հավատ, բայց ապաշխարում էր, բայց սուրբերին անտատելի աղոթք էր անում, սուրբերին կանչում էր, որ սուրբերը պետք իրան օգնեն։ Այնքան են խրատում, ասում ենք, որ միայն փրկիչը Քրիստոսն է, մարդը չի կարող փրկել։ Սուրբերը իրանց հավատքով իրանք է փրկվել։ Չէր կարողանում ըմբռնել։ Մի անգամ Տեր իրան հիրազոր ցույց էր տվել, ընկածը գետի մեջ գնում է, գետ, պղտոր, քարերը գլորվում են, կանչում է Սուրբ Պողոս, Սուրբ Պետրոս, ինչքան սուրբ էր կա, բոլորին հիշում է։ Տերը ոչ մեկ չօգնեց։ Վերջում ամենավերջում հիշում է, որ Հիսուս անունը կանչի։ Հենց Հիսուս անունը կանչում է, մի սպիտակ ձեռք իջնում է, իրան վերցնում է, դնում է գետի կողքը։ Այդ օրվանից հասկացա, որ այո, փրկիչը, ազատագրողը, գտածողը, խղճացողը, բժշկողը, կյանքը փոխողը ով է, Տերն է։ Եղբայրներ, քույր, Տերն է։ Երբ որ մենք սրտանց կարողանում ենք անկեղծանալ, դիմել Տիրոջը, խնդրել իր ողորմությունը։ Նա միշտ պատրաստ օգնելու, բայց պետք է մի ջերմերանդ։ Ինչքան երեխաներ կան, չէ, սովորացրել ծնողները, ամեն անգամ տուն գալուց մի բան առնում են։ Հանկարծ մի օր ասենք երեխան որ ասենք վերջը որ ասենք հայրը գալիս է, եթե բան չի բերե, ասում էլ պապա չես, չէ, մամա չես, ինչ որ իմ ուզածը չես բերել։ Եղբայրներ, քույրեր, չլինի միայն մենք մոծասած միայն ուզենք այս բան արես բաները։ Մենք Քրիստոսի կարիքը պետք է զգանք։ Հիշում եք երկերկոցում ժամանակի պատճառով չեմ ուզում կարդալ։ Երկերկոցում գրված է, չէ, հարս եկեղեցու համար ինչ ասում։ Իմ գեղեցիկ սիրուհիս վերջը։ Ասում է բաց դուրը որ գամ,
դիմում է եկեղեցուն, դիմում է անհատին, բայց ինչի պատասխանում։ Ներսից պատասխանում ես մը, ես իմ հանդեսները հանել եմ, ինչպես նորից հագնեմ։ Ոտնամանես հանեմ, նորից ինչպես աղտոտեմ։ Երբ որ դուր եկավ բացելու, բայց գրվածը ինչ էր արել, փեսան գնացել էր, սիրեկան գնացել էր, փնտրեց, բայց չգտավ։ Եղբայրներ քույրեր կորցրեց, ովքեր կորցնում են Տիրոջ ներկայությունը, ընկնում են դժվարությունների մեջ, փորձությունների մեջ, վիճակները փոխում են ամեն բան։ Եղբայրներ քույրեր, պատական չէ որ Տերն ասեց, աղոտ կարեք որ փորձամեջ չմտնեք։ Ինչքան կարևոր է այս ժամանակաշրջանում փապակեք որ Տերը մոտենա ձեզ։ Եղբայրներ քույրեր, ինչքան Աստված թողնի զորացնի ձեզ։ Մի եղբայր կար, ես իմ մոտ նշել եմ այդ եղբայրը, շատ խնդրեմ ունեցի իրանց տարածքում։ Եղբայրների դժվարություններ, անհամաձայնություններ, խնդիրներ, վիճաբանություններ վերջա։ Անցել են տարիներ, բայց այդ եղբայրը մի օր որոշում էր կայացրել։ Տենամ Տեր ինձ ինչ կասի, որոշում էր կայացրել։ Գիշերվա ժամը 1-ին ծնկել եք աղոթքի մինչև առավոտվա 6-ը, 1-ից մինչև 6-ը։ Այս ժամանակ Տերը խոսել իր հետ։ Դու ասել էր ուրիշներին նայելով ինձանից հեռացար։ Ուրիշների սխալները տեսնելով, այսինքն ինձանից հեռացար ինձանից։ Եվ իր կյանքը միանգամից փոխվել էր, եկել էր ներողություններ խնդրել, հաշտվել էր։ Եղբայրներ քույրեր, Տիրոջ մի այցելությամբ ամեն բան փոխվում է։ Ամեն վիճակները շիտկվում են, ամեն տկարությունները գնում են, ամեն հիվանդությունները բուժվում են։ Մենակ պետք է Տիրոջ մտերմությունը մեր կյանքում, ինչպես Հոբն ասма չէ, ինչպես Տիրոջ մտերմությունը ին վրանի մեջ էր։ Այսօր դրան պետք է փապագենք։ Մենք Սուրբ Հոգու տաճար ենք, եկեք համաձայնվենք, եկեք դա չմոռանանք։ Մեր միջին աշխարհից մեծ է։ Մեր միջին դա Սուրբ Հոգին է, աշխարհից մեծ է, ինչքան տեղ այնքան այդ մեծությունը պետք է երևնա, հնարավոր չի երևնա։ Այդ զորության ալիքը պետք է անցնի, եթե մենք տեղ տանք, չտրտմացնենք Սուրբ Հոգուն, տեղ տանք, որ նա գործի, Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Ինչքան հոգևորներ կա, ինչ որ բաներից վախենում են, բայց մոռանում են, որ Տերը տվել է մեզ իշխանություն։ Չի տվել միայն առաքյալներին տվեց այդ իշխանություն։ Բոլոր դարերի հավատացյալներին տվել իշխանություն, եթե մեր միջին մեծ զենքի մասին է խոսքը, տվել իշխանություն սատանայի բոլոր զորության վրա կող կրտելու, ոչ թե վախենալու կող կրտելու։ Գրված է Սուրբ Հոգին զորության հոգի է, զգաստության հոգի է, սիրո հոգի է, որ դա պետք է դրսևորվի, պետք է անպայման դրսևորվի, եթե մենք կարողանանք տեղ տալ եղբայրներ քույրեր։ Դրա համար պատական չի, եթե մենք նայում ենք Հովհաննեսն ասում է Հայտնություն 3:20, ես կանգնած եմ դրանը թակում, եթե մեկը լսի իմ ձայնը դուրը բանա ու ներս պետք է մտնենք, ինչ պետք է անենք, գրված է ընթրիք պետք է անենք, օտևան պետք է անենք։ Սա գրված է մեզ համար եղբայրներ քույրեր, որպեսզի մենք փապագենք, այնքան ձգտենք, որ դա կատարվի մեր կյանքում Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Հասկացար, թող Աստված օգնի։ Ղուկաս ավետարանի 19:1-ում հիշում եք այդ դեպքը, որ կատարվել Զաքեոսի հետ։ Զաքեոսը ինչի կարիք ուներ, ով կարող ասել։ Ինչի կարիք ուներ։ Հիվանդ էր, հոգս ուներ, խնդրեմ ուներ, դժվարության մեջ էր ընկել, փորձության մեջ էր ընկել, ոչ։ Իր մեջ մի փապակ առաջացավ, մի հատ կարոտ առաջացավ, ձգտում առաջացավ, գոնե Հիսուսին վերևից լավ տեսնեմ իրան, տեսնելու համար բարձրացավ ժանդաթզենի ծառի վրա։ Այդքան մարդիկ հավաքվել էին, ում տունը գնաց, ում տունը փրկվեց։ Զաքեոսի մի հատ փապակը օգնեց իրան, որ Հիսուս իր տունը գա եւ իր ընտանիք ամբողջը փրկվեցին եղբայրներ քույրեր։ Նա անտարբեր չեղավ։ Աստված օգնի բոլոր դարերում այդպես եղել։ Եղբայրն ասեց Կուր Բարտեղմոսի մասին։ Նրանք, որոնք սովորաբար ձգտել են, փապակել են, նախանձավոր են եղել, Տիրոջից ստացել են պատասխան։ Ինչի համար է գրված. ջանքի մեջ թուլասիրտ մի եղեք, հոգով բորբոքվեք Տիրոջը ծառայեցեք։ Ջանքի մեջ թուլասիրտ մի եղեք։ Եղբայրներ քույրեր, ովքեր որ ջանք են արել, նրանք հասել են մեծ նպատակների, մեծ օրհնությունների։ Այսօր հերթումն է, եկեք համաձայնվենք։ Հերթը իմն եւ ձերն է։ Եղբայրներ քույրեր, մի մոռացեք, որ Տեր Հիսուս ներկա է այստեղ։ Տեր այստեղ ներկա է։ Եթե պահին որ Տիրոջ փառքը տեսա, ես իրան չէի տեսնում տեսիլքի մեջ։ Միայն ընդամենը հավատացի, ասի Տեր, գիտեմ որ դու այստեղ ներկա ես։ Խնդրում եմ որ քո ներկայությամբ ինձ մոտենաս եւ քո փառք հայտնես։ Եղբայրներ քույրեր, թող Աստված զորացնի մեզ։ Օրինակ նայում ենք մի տարվա մեջ Իսրայելի բանի տաճարի մեջ գիտեք ինչքան մարդիկ են մտել դուրս եկել։ Չես կարող իմանալ։ Մի տարվա մեջ այդքան մարդիկ մտել դուրս են գալիս, բայց ինչն էր պատճառը, որ Դավիթի մոտ առաջացավ մի հատ մեծ նախանձավորություն։ Ինչից ելելով։ Այդքան մարդիկ տեսել են, որ ծիծեռնագները բույն ունեն, ճնճուկները բույն ունեն, բայց Դավիթի մոտ առաջացավ նախանձավորություն։ Ասեց ինչի ծիծեռնագը բույն, ճնճուկները տուն ունի քո տան մեջ, սեղանը 4 կողմը, իսկ ես քո տան մեջ չլինեմ։ Ճնճուկների վրա նախանձ է թրջոնի։ Ինչի գիշեր-ցերեկ իրանք քո տան մեջ լինեն, միջ անգամ բույն տնեն, ձակ անեն, բայց ես գիշեր-ցերեկ քո տան մեջ չլինեմ։ Դրա համար պատակը չի որ ասում
Ավելի լավ է մի օր Տիրոջ տան շեմի լինեմ, քան թե 1000 օրեր, շատ օրեր ամբարիշտների վրա մեջ բնակվեմ։ Եղբայրներ, քույրեր, Աստված տեսնում է, չէ՞ մարդու փափագը։ Ես այդ դեպքը շատ անգամ պատմել եմ, մի անգամ բացօթյա պաշտամունքից հետո եղբայրներով կանգնած ենք նստած։ Երկու պատանիներ մոտեցան։ Եղբայրներ ջան, մի հատ մեզ համար աղոթք չեք անի, ասա ինչի՞ չէ։ Աղոթք կարեցինք մեր եղբայրից մեկը կար տարեց եղբայրին ընջել ինքը սարգավա։ Ինքը տեսավ, աղոթքից հետո։ Ասեց ես տեսա Հիսուսը հեռու կանգնած էր, այս մի պատանին ցույց տվեց, ասեց պատանին Հիսուսին տեսավ, մեծ ուրախությամբ վազեց գնաց Հիսուսի մոտ։ Տեր իրան գրկեց ու սիրեց։ Իսկ այս մի պատանին կամաց քայլելով գնաց, մի հատ գլուխը շոյեց։ Տարբերություն կար թե չկար, ուշադիր է։ Կար, ինչի համար կար։ Գրված է չէ։ Ով համարձակվեց իր գլուխը դնել Հիսուսի կրծքին, ով դրեց։ Հովհաննեսը, որտեղ սիրում էր Տիրոջը։ Եղբայրներ, քո սիրում էր Տիրոջը, փափագում էր Տիրոջը։ Այդ պատանին շատ մեծ փափագ ուներ։ Տերը տեսնելով իր մեծ փափագը, իր ավելի մեծ օրհնություն տվեց։ Այդպես էլ հիմա պետք է կատարվի։ Ովքեր Տիրոջը փափագեն, ինչի է գրված հոգից ծառավիա քեզ։ Երբ պիտի գամ, երևնամ քարչև։ Երբ պիտի գամ, երևնամ քարչև։ Հոգից քեզ է ծառավի։ Եղբայրներ, քույրեր, եթե մենք էլ այդպես փափագենք, հələ դեռ Դավիթ հակավորը մտածում էր, որ Տիրոջ համար տուն սարքի։ Տեր Նաթան Մարգարին ուղղեց, ես պետք է մանկողինից չմտնեմ, աչքերից քուն, նիրուն չպիտի տամ, մինչև Տիրոջ համար մի տուն սարքեմ։ Տերն ասեց, լավ է, որ նախանձավորություն ես։ Այո, անհանգստացել ես իմ տան համար, բայց դու չպետք է սա պատրաստես, Սողոմոնը պետք է պատրաստի։ Եղբայրներ, քույրեր, Երանի քեզ հավատացյալ, որ Տիրոջ նկատմամբ ունես սեր։ Ես շատ անգամ աղոթքի ժամանակ գիտեք ինչ եմ ասում։ Դուք էլ սովորեք, ասում եմ Հիսուս ջան, մի կողմանի սերը լավ չի։ Մի կողմանի սերը, ընտանիքում էլ լավ չի, գիտեք։ Մի կողմը սիրում, մի կողմը չի սիրում։ Ասում եմ Տեր, բա դու սիրես հավիտենական սիրով, բա ես էլ եմ ուզում քեզ շատ սիրեմ։ Լավ է թե վատ է, հա։ Գրված առաջի պատվիրանքը, քո Տեր ասուն սիրես ոնց ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ։ Էլ ինչ մնաց այնտեղ։ Կոնկերը քանզի պես սիրել։ Գիտեք ինչքան գերագույն բան է սա։ Երկնային սեր, ճաշակել Քրիստոսին, վայելել նրա քաղցրությունը, եկեք մոտեցեք Տիրոջը։ Հիմա պետք է աղոթքի տեղ տանք, ոնց որ եղբայրը ոնց կասի եղբայրներ քույրեր։ Աղոթքի պետք է տեղ տանք, որ Տերը այցելի մեզ։ Այն որ վերջերս պաշտամունքի վերջում ասեցի, հələ ճիշտ ասեք, ձերքերը դու բարձրացնեք, ովքեր կային, որոնք որ շուտ վանից Տիրոջ մոտիկությունը չեն զգացել, որոնք որ չէին վայելել, կորցրել են մոտերմությունը, ինչքան ձերքեր բարձրացան, շուտ վանից չեն զգացել։ Այդ աղոթքի ժամանակ հավատքով սրտերը անկեղծորեն բացեցին, ով գիտի զղջացին իրանց ապրած կյանքի համար, իրանց անտարբերության համար եւ Տիրոջ փառք երևաց։ Այսօր հիմա հերթն եղբայրներ քույրեր, թող Աստված օգնի։ Ֆիլիպպեցիս 3:10 գրված է. ճանաչելու զանիկա, ճանաչելու Տիրոջը եւ նրա հարության զորությունը։ Այո, ճանաչելուց հետո հարության զորությունը պետք է գործի։ Չարչարանքները կլինեն, բայց հարության զորությունը պետք է գործի։ Ավետարանի մեջ պատահական չէ, որ հերթականություն ճիշտ է գրած։ Առաջինը Տեր ուզում է, որ մենք մոտիկից ճանաչենք իրան։ Եվ դրանից հետո պետք է հարության մեծ զորությունը գործի։ Նշաններ, հրաշքներ պետք է կատարվեն։ Եկեք նախանձավոր եղեք։ Ասում եմ, Տեր, ուր գնամ ես, հա? Որու երթանք։ Դավիթական կյանքի խոսքեր ես տողել։ Պետրոս ասեց. Տեր, ում գնանք, որու երթանք։ Եղբայրներ քույրեր, հիմա ձեր սրտի մեջ որոշում կայացրեք։ Տեր, սենց տկար ես թողնեմ գնամ, սենց թույլ եկել եմ թույլ գնամ։ Եկել եմ ես վիճակով նորից գնամ ես վիճակով։ Առանց հանդիպելու քեզ հետ ուր գնամ, առանց մաքրվելու ուր գնամ, առանց բուժվելու ուր գնամ։ Տեր Հիսուս Փրկիչ, օգնի որ կատարվեն քո բոլոր խոստմունքները, որոնք այո են, գրված է ոչ չկա։ Մոտենանք Աստծուն ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով։ Ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով։